Հարգելի հայրենակիցներ, բարև ձեզ։ Այսօր ձեր հետ միասին մենք կշարունակենք խոսել Սիրիայում ստեղծված իրավիճակի մասին, հատկապես նկատի ունեմ քրդերի իրավիճակը, որը մնում է շատ ծանր եւ կարելի է արձանագրել, որ հումանիտար ճգնաժամը, որը Սիրիայում սկսվել էր Թուրքիայի եւ Սիրիայի կենտրոնական իշխանությունների գործողությունների հետևանքով, ել ավելի ընդլայնվել է։ Հատկապես խոսք է գնում Կոբանիի, Ալ-Հասակայի ուղղությունով նաև իրավիճակի մասին, որտեղ որ վերջի օրերի ընթացքում արդեն չկա հոսանք եւ շատ մեծ ձյուն է եկել, ինչու արդյունքով մարդիկ նույնիսկ տեղեկատվություններ կա, որ մի քանի մարդ է մահացել այդ շատ ցուրտ եղանակի պատճառով եւ նրա պատճառով, որ չկա հոսանք եւ տաքություն, այսինքն մեկ ընտանիքի մասին առնվազն այդպիսի տեղեկատվություններ արդեն հաստատ կան։ Չնայած նրա, որ կողմերը հրադադար էին հաստատել եւ պետք է բանակցություններ տեղի ունենային, ինչպես մեզ համար շատ լավ դա ծանոթ է, թուրքական կողմի հետ հրադադար ունենալը բարդ բան է եւ թուրքական եւ սիրիական այդ ուժերը շարունակում են հարվածներ հասցնել քրդական կողմին եւ հրադադարը փաստացի չեն պահպանում։ Հիմա մենք ձեր հետ միասին այս ամբողջ հարցերը կքննարկենք մանրամասն եւ նաեւ քարտեզի շնորհիվ կդիտենք նաև իրավիճակը այդտեղ, որ ավելի հասկանալի լինի մեր համար։ Առաջի հերթին ես ձեզ կոչ եմ անում, որ անպայման լայքեք այս վերլուծությունը, բաժանորդագրվեք, մենք արդեն հասանք 20,000 բաժանորդագրված անդամի այդ ուրեմն կարևոր թվին եւ պետք է ասեմ մեծ շնորհակալություն բոլորին, ով անդամին բաժանորդագրվել է եւ մենք փաստացի արդեն արձանագրեցի, որ ինչպես մենք այստեղ ընտանիք լինենք եւ մեր ջանքերն ենք տրամադրում նրա համար, որ կարողանանք հզորացնել ազգը, պետությունը, գիտությունը, նոր սերունդը, շատ տարբեր բաղադրիչներ ունի այս գործունեությունը, այդ թվում անվտանգային մթնոլորտը, կանխատեսումներ անենք եւ այլն, շատ հետևանքներ ունի, սա հաստատ ուղղակի նորություններ տեղեկացնելու ձևաչափ չի եւ ես համոզված եմ, որ դուք գնահատում եք հենց դա եւ այդ պատճառով եք անդամակցել ալիքին, այդ պատճառով եք դիտում այս վերլուծությունները եւ քննարկումները եւ ասեմ ձեզ, որ ապագայում մենք ել ավելի խորացնելու, զարգացնելու ենք, ավելացնելու ենք տարբեր եւ տարբեր ձևաչափեր, որովհետեւ սա դեռ սկիզբն է, սիրելի հայրենակիցներ։ Վերադառնանք Սիրիայի քրդերի թեմային եւ ասեմ, որ իրավիճակը իրոք ծանր է, մարտերը այս պահին էլ շարունակվում են եւ փաստացի հրադադարը չի գործում։ Դա կարելի է ասել, որ զուգահեռ կապ ունի բոլոր այն հարցերի հետ, որը մենք ձեր հետ միասին քննարկեցինք վերջի ժամանակահատվածում, դա կախված է նաեւ Լիբանանի ուղղությունով ստեղծված իրավիճակով, որ Թուրքիան ուզում է Սիրիայի հարցը վերջնական լուծի, որ Լիբանանով սկսի զբաղվել եւ դրա մասին մենք խոսել ենք։ Դա կախված է իհարկե նաեւ դրուզերի թեմայից եւ մենք ձեր հետ միասին արդեն խոսել ենք այդ թեմայի մասին, որ դրուզերի ուղղությունով լուծում է ուզում Թուրքիան այդ հարցին տալ եւ ասեմ ձեզ, որ փաստացի այսօր ինչ որ առումով եւ երեք նաեւ այդ ուղղությունով էլ ակտիվություն կա եւ կարելի է ասել, որ այդտեղ էլ ռազմական գործողությունները ինչ որ առումով դանդաղ, բայց սկսվել են։ Բացի դրանից մենք նաեւ ձեր հետ միասին պետք է արձանագրենք, որ իհարկե երբ իրավիճակը վերաբերվում է ամբողջ այս գլոբալ տարածաշրջանի հարցերին, Իրանի հետ կապված մեծ պատերազմի հավանականությանը, որի մասին մենք խոսում ենք, ապա պետք է ասել, որ Թուրքիան օգտագործում է այս պահը նրա համար, որ քրդերի հարցը վերջնական լուծի։ Բացի դրանից իհարկե լարվածությունը Թուրքիա-Կիպրոս, Թուրքիա-Հունաստան հարաբերություններում եւ այդ ուղղությունով կարևոր զարգացումներ կան, վերջի տեղեկատվություններով Կիպրոսում Թուրքիան ուրեմն հակաօդային պաշտպանության շատ լուրջ հնարավորություններ է տեղակայել, սրա մասին երևի մենք ձեր հետ միասին ապագայում առանձին խոսենք, ապա ընդհանուր սպառնալիքը շատ մեծ է, բացի դրանից օրերս մենք ձեր հետ միասին խոսեցինք Հունաստանի ուղղությունով փաստացի ճգնաժամին, որը կարա ինչ-ինչ պարագայում դառնա ռազմական հակամարտության փաստացի պատճառ նույնիսկ, եւ դա էլ պետք է հասկանանք։ Այդ իրավիճակում քրդերի հարցը կարելի ասել երկրորդական, երրորդական կարևորությունի անց է եւ ի վերջո դա
եւս մեկ անգամ նշանակում է, որ իրավիճակը շատ բարդ է։ Տեսեք, հարգելի հայրենակիցներ, տեղում նաև պետք է ասեմ, որ Քամիշլիում այդտեղ ես քարտեզի վրա ձեզ կցույց տամ մի փոքր անց Քամիշլին նաև ռուսական զորքերը լքում են Քամիշլին եւ այդտեղ հենց ռուսական ռազմակայան կար։ Քրդերը վստահում էին ռուսներին, հավատում էին, որ ռուսները իրանց կօգնեն թուրքերից պաշտպանվելու նպատակով։ Եվ այսպես գալիս է թուրքը։ Եվ ռուսը ինչ է անում քրդերի դեպքում այսօր, հենց հիմա, նորից ռուսը լքում է, տալով հնարավորություն թուրքը այդ տարածքը գրավի։ Ինչ վերաբերում է Միացյալ Նահանգներին, ապա Միացյալ Նահանգները իհարկե կարևոր ձևով աջակցում են քրդական ուժերին, բայց մենք նաև պետք է հասկանանք, որ Միացյալ Նահանգները այն հնարավորությունները, որոնք ունեն Հայաստանի դեպքում, այդտեղ չունեն։ Ինչ նկատի ունեմ։ Հայաստանի դեպքում բացահայտ եւ ակնհայտ մենք ունենք պետություն, միջազգայինորեն ճանաչված սահմաններ եւ տեսեք ինչքան կարեւոր է որ մենք լինենք միջազգայինորեն ճանաչված սահմանների ներքո, հարգելի հայրենակիցներ, այսինքն վարչապետի ասած լեգիտիմության հիմքը կարևորագույն է, որովհետեւ ունենալով միջազգայինորեն ճանաչված սահմաններ, որը նաև Ադրբեջանն է ճանաչում հիմա եւ Թուրքիան Ալմա-Աթայի հռչակագրով, ապա մենք արդեն ունենք միջազգային հիմք։ Միացյալ Նահանգները կարող է մեզ աջակցել դիվանագիտական առումով, որտեղ մենք պետություն ենք, իսկ քրդերը այդտեղ Սիրիայում պետություն չունեն, որևէ տարածք հստակ չունեն։ Բացի դրանից կարևոր բաղադրիչ է բանակը, այնտեղ զինված խմբեր են, բայց իրանք բանակ չեն, մենք ունենք բանակ, որը ճանաչված է, լեգիտիմ է եւ դա նաեւ տալիս է հնարավորություն մեզ, որ մենք տարբերվենք եւ ուրիշ հարաբերություններ կառուցենք հենց Միացյալ Նահանգների հետ եւ նաեւ իհարկե դա կարևորագույն ձևով վերաբերվում է հենց սեփական պետության հզորության, զինված ուժերի հզորության։ Քրդերը այդ հնարավորությունները չունեն, կառավարություն չունեն, բանակ չունեն եւ ուստի սպառնալիքները լրիվ ուրիշ տրամաբանություն են եւ չեն կարող պայքարել այդ խնդիրների առջև, նույնիսկ մատակարարումները շատ սահմանափակ են։ Հայաստանը այդտեղ բոլոր ոլորտներով ունի առավելություն եւ շատ լավ է դա, որովհետեւ տեսեք, քրդերը 40 միլիոնանոց ազգ են, ապրում են 4 պետությունում՝ Սիրիա, Թուրքիա, Իրաք եւ Իրան, եւ այդ 4 պետությունից միայն մեկում ունեն ավտոնոմ կարգավիճակ, ինքնավար, դա Իրաքի Քուրդիստանն է։ Մնացած տարածքներում փաստացի չկա որևէ ինքնավարություն։ 40 միլիոնանոց ամենախոշոր ազգը առանց պետություն եւ առանց պետություն կազմելու նույնիսկ իրատեսական ծրագրի, հասկանում եք։ Մենք 3 միլիոն ենք այստեղ, աշխարհում մոտավորապես մինչև 10 միլիոն այդպիսի թվեր կան, ենթադրում ենք, պետք է դա իհարկե պարզենք նաև, հուսով եմ, որ կպարզենք, բայց ընդհանուր առումով 3 միլիոն ենք տարածաշրջանում։ Եվ դա եւս մեկ անգամ հիշեցնում է մեզ, որ մենք փոքր պետություն եւ փոքր հնարավորություններ ունենք եւ դա միայն մի բան է պահանջում մեզանից ավելի խելացի գործել։ Դրանից ավելի հզոր զենք մենք չենք կարող ունենալ, քան մեր խելացի լինելը, բայց դասեր պետք է քաղենք նաև ուրիշի այդ սխալներից եւ ուրիշ իրավիճակներից, այսինքն հիմա տեսնելով քրդերի իրավիճակը եւ արեք բացահայտ ասենք, հա, քանի մամուլի վերնագիր եք տեսել Սիրիայում այս օրերի ընթացքում տեղի ունեցող այս զարգացումների մասին։ Փաստացի չկա, արգելի հայրենակիցներ, ինչքան ցույց եք տեսել աշխարհում։ Մի քանի Ֆրանսիայում տեղի ունեցավ, Վրաստանում պետք է տեղի ունենա քրդերի ցույց, բայց շատ փոքր եւ դա որևէ ազդեցություն փաստացի չունի։ Այսինքն փաստացի դու պետք է լինես հզոր։ Հզորի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր։ Դա մենք գիտենք ազգովի եւ դա մեր համար ուրեմն այսպիսի օրակարգ պետք է լինի։ Բայց այդ նպատակով մենք պետք է կարողանանք իրական դաշնակցային հարաբերություններ ունենալ, որովհետեւ այն ինչ հիմա ունենք թղթի վրա Ռուսաստանի հետ, որը տեսնում ենք, որ իզորու չի իրան օգնել շատ տեղերում իր շահերին, այլ ոչ թե որևէ մեկին եւ քրդերի դեպքը դա եւս մեկ անգամ հաստատում է, ապա հասկանալի է, որ մենք պետք է իհարկե Միացյալ Նահանգների հետ կառուցենք հարաբերությունները, բայց ես չեմ ասում, որ մենք պետք է առանց որևէ բան անելու, ուղղակի հույսներս դնենք Միացյալ Նահանգների վրա։ Ոչ, ես դրա կողմնակից չեմ, ես դրա դեմ եմ։
ես ասում եմ, որ Հայաստանը պետք է Իսրայելի պես լինի, իր վրա հույս դնելով, բայց հզոր դաշնակից կողքը ունենալով, թիկունքում։ Դա հնարավոր է, դրան հասնել կարելի է եւ իմ բոլոր հարաբերությունները, ջանքերը, քաղաքականությունը նաեւ կոնկրետ այդպիսի նպատակ ունի, որովհետեւ դա է իմ պատկերացումով ձևաչափը, ինչպես ենք մենք երկարատև գոյատևելու այս տարածաշրջանում եւ ամրապնդելու մեր պետականությունը։ Վերադառնալով քրդերի հարցին, մենք պետք է ասենք, որ մոտակա օրերի ընթացքում, եթե հրադադար չլինի, իսկ հավանականությունը դրա ցածր է, ապա պետք է ակնկալել, որ ենթադրում եմ փաստացի իրանք կմոտենան Կոբանե քաղաքին կամ արաբերեն կոչում են Ռասուլային, հեսա քարտեզի վրա կնայենք, եւ նաեւ կմոտենան նաեւ հասակային այնպես էլ մոտեցել են եւ կարան հասական գրավել եւ հետո անցնել դեպի Քամիշլի, այսինքն մոտակա օրերի կամ շաբաթների, բայց ավելի օրերի նույնիսկ ընթացքում այդտեղ կարա իրավիճակը նորից շատ սրանա եւ մենք կարող ենք տեսնել նույնիսկ մարտեր ամենագլխավոր քաղաքներում, իսկ թուրքերը այստեղ եւ սիրիական ուժերը առաջ գնալով նաեւ մեկ բան պետք է հասկանանք բոլորս, որ ինչ հնարավորություն են թողնում քրդերին։ Քրդերը գնալու տեղ էլ նորմալ չունեն այդտեղից, Թուրքիա անցնելը, դե դուք ինքներդ եք հասկանում, Իրաք անցնելը երևի հնարավոր է, բայց շատ բարդ, տեղում մնալը եւս շատ բարդ է, այդ իսկ պատճառով իրավիճակը իրոք ծանր է։ Եվ համարում եմ, որ մենք ձեր հետ միասին իհարկե պետք է շարունակենք նաեւ այս թեմային հետևել, չնայած նրա, որ շատ ուրիշ հարցեր կան քննարկելու։ Հարգելի հայրենակիցներ, արեք հիմա քարտեզի միջոցով դիտենք իրավիճակը այդտեղ։ Եվ այսպես, հարգելի հայրենակիցներ, այստեղ դուք տեսնում եք քարտեզի վրա իրավիճակը, եւ հիմա ձեր հետ միասին մենք կտեսնենք, տեսեք հյուսիսում երկու հատված է մնացել, այս մեկ հատվածը դա Կոբանի հատվածն է, եւ այստեղ է գտնվում այս Կոբանի կամ Ռասուլ Այն քաղաքը, որտեղ որ տեսնում եք։ Եվ դուք այստեղ տեսնում եք, որ սիրիական ուժերը հարավային ուղղությունով այստեղ առաջ են անցել, այստեղից տեղահանումներ է տեղի ունեցել տեղի բնակչության, գրավել են նաև տեսնում եք այս հատվածները սահմանին եւ այստեղ ճանապարհի հատվածը նաև վերջերս ընկրավ է վերջի ժամերի ընթացքում։ Ընդհանուր առումով, հարգելի հայրենակիցներ, դուք այստեղ տեսնում եք կրակոցները, որտեղ են տեղի ունենում, հարձակումները ինչ ուղղություններով եւ փաստացի Ռասուլայինի ուղղությունով հասնում են։ Սուրուջ քաղաքը, որը դուք այստեղ տեսնում եք, Կոբանեից ավելի հյուսիս, դա արդեն Թուրքիայի տարածքն է, այսինքն մեծ հնարավորություն այստեղ որևէ տեղ գնալու փաստացի չկա եւ Ռասուլայինի կամ Կոբանեի բնակչությունը փաստացի շրջափակման մեջ է։ Մոտակա օրերի ընթացքում ես ենթադրում եմ, որ այս ուժերը կարողանան սիրիական էլ ավելի մոտենալ Կոբանեին եւ հենց Կոբանեում է զոհվել 3 ուրեմն անդամ ընտանիքի կամ 4 տարբեր տեղեկատվություններ կան եւ ասեմ, որ իրավիճակը ծանր է եւ մոտակա օրերի ընթացքում այստեղ լուրջ մարտեր կարող է տեղի ունենան, եթե հրադադար չլինի, բայց հրադադար կար։ Հրադադարը խախտեցին սիրիական ուժերը։ Հիմա անցնենք դեպի արևելք եւ տեսնենք այստեղ իրավիճակը եւ արևելյան հատվածում հարգելի հայրենակիցներ տեսնում եք ինչպիսին է մոտավորապես իրավիճակը։ Դուք տեսնում եք, որ այս հատվածում սահմանը գրավված է եւ դա շատ կարեւոր է, որ կարողացել են ուրեմն սիրիական ուժերը գրավել այս Ալ-Յարուբիա հատվածը սահմանի եւ դրանով փակել փաստացի Իրաքի Քուրդիստանի հետ այս հատվածը, մի հատ էլ սահման կա այստեղ ավելի հյուսիսում։ Իրավիճակը մոտավորապես այսպիսին է եւ տեսնում եք դուք այստեղ Ալ-Հասակա քաղաքը, որը դեռ գտնվում է իրանց իշխանության տակ քրդական ուժերի, բայց մոտիկ են սիրիական ուժերի զինված հնարավորությունները եւ կարող է այստեղ մարտեր տեղի ունենան։ Եվ այստեղ դուք տեսնում եք Քամիշլին, որտեղով կարմիրով նշված է ռուսական ռազմակայանը, որտեղից որ արդեն իրանք դուրս են գալի եւ լքում են Քամիշլիի ռազմակայանը։ Ընդհանուր առումով դուք հասկանում եք, որ իրավիճակը մնում է շատ ծանր գետնի վրա։
Եվ այսպես, հարգելի հայրենակիցներ, մենք ձեր հետ միասին տեսանք քարտեզի վրա ստեղծված իրավիճակը, պետք է ասել, որ իրավիճակը շատ ծանր է, շատ լուրջ է, բայց մենք նաև ձեր հետ միասին խոսել ենք դրուզերի թեմայի մասին եւ ակնկալել է պետք, որ քրդերի թեման հաշվի առնելով ինչպիսի զարգացում ունի, դրուզերի ուղղությունով կլինի լուրջ քայլեր մոտակա ժամանակահատվածում եւ ընդհանուր առումով Թուրքիան նախապատրաստում է իր համար այսպիսի պլացդարմ Իսրայելի դեմ գործելու համար, որտեղ Սիրիան դա ելք է դեպի Իսրայել, դրանից հետո պետք է արդեն ակնկալել, որ Հոլանի բարձունքների ուղղությունով կլինի զարգացումներ։ Լիբանանում ինչպես է Թուրքիան ակտիվացել, մենք ձեր հետ միասին խոսացինք եւ դա շատ կարեւոր նաեւ փաստ է, փաստացի ճակատ է ձևավորվել ուրեմն Թուրքիայի եւ Իսրայելի միջև տարբեր տեղերում մրցակցություն, գործունեություն եւ այդ իրականում այո, ռազմական ուղիղ գործողություններ եւ արճակատում չկա, բայց ոչ ուղիղ, սա հենց այն է, ինչ տեղի է ունենում, երբ կողմերը պատրաստվում են ռազմական գործողությունների համար, հիբրիդային պատերազմ կարելի ասել, տարբեր ճակատներում, այն էլ լայնածավալ, եւ քրդերի հարցին վերադառնալով, այո, պետք է ասել, որ քրդերի դեպքը հիմա ցույց է տալիս, որ առաջերտին ռուսների հույս չի կարելի ունենալ, երկրորդը Միացյալ Նահանգների հույս կարելի է ունենալ, բայց նայած դու ինչ իրավիճակում ես գտնվում։ Այո, եթե դու լեգիտիմություն ունես, եթե դու միջազգային օրենսդրությանը համապատասխանում ես, եթե կարողանում ես, տեսեք, մեկ կարևոր հարց էլ կա քննարկելու, հարգելի հայրենակիցներ, տեղում այդտեղ եւ մենք ձեր հետ միասին դրա մասին խոսել ենք, տեղի բնակչությունը, որտեղ որ քրդական այդ ուժերն էին, ապստամբություն կազմակերպեցին, որովհետեւ իրանք սիրիացի են, այսինքն արաբ են եւ քրդերի իշխանությունը իրանք չուզեցան։ Այսինքն, երբ դու այն պետություն, այն տիրապետում ես տարածքներ, որտեղ որ բնակչություն կա, որը քեզ դեմ է, դա շատ լուրջ վտանգ է։ Եվ խնդիրը դրանում է, որ քրդերը այդ ամբողջ տարածքում միայն քրդեր չեն, որ լինեին այդպես, ուրիշ իրավիճակ կլիներ։ Հիմա դա ինչ դասեր է մեր համար նշանակում։ Ես շատ ուղիղ ասեմ, որովհետև ամեն ինչին ինչ նայում եմ, ես նայում եմ մեր համար դասերի տրամաբանությունից։ Եվ շատ ուղիղ պետք է ասեմ, որ մենք որ Հայաստանում ներքին խնդիր չունենք, այսինքն չկա որևէ համայնք, որը Հայաստանի թշնամի կամ հարևան կամ օտար, այսպես ասեմ, պետության շահերը կանցկացնի եւ այդ որևէ ներքին քաղաքական այդպիսի համայնք կամ քաղաքացիներ կամ բնակչություն, այսպես ասեմ, հա, որ չկա, որը փորձի ուրեմն օտար պետության շահերով խնդիրներ ստեղծի մեր համար ներսից, դա կարևորագույն հարց է, շատ կարևոր։ Եվ իհարկե ես այստեղ եւս մեկ անգամ համամիտ եմ, կիսում եմ Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության այն զեկույցը, ըստ որի կարևորագույն սպառնալիք հայ-ադրբեջանական հարաբերությունների համատեքստում ներկայացնում է այդպես կոչված արևմտյան Ադրբեջանի թեզը եւ արևմտյան Ադրբեջանի համայնքի նաեւ թեզը։ Եվ ասելով այս թեմայի մասին, պետք է ուղղակի արձանագրեմ, որ սա հումանիտար հարցի մասին չեմ խոսում, այլ խոսում եմ անվտանգության բաղադրիչի մասին եւ եթե դուք չեք տեսել IT մեծ վերլուծությունը Հայաստանի այդ անվտանգության ուրեմն այդ կարևորագույն փաստաթղթի մասին, ապա ես ձեզ կոչ եմ անում, որ անպայման գնացեք եւ տեսեք եւ հղումը կլինի այստեղ եւ դա եւս մեկ անգամ նշանակում է հարգելի այրենակիցներ պատրաստել զինված ուժեր լինել Իսրայելի պես հզոր քո հույսով բայց միևնույն ժամանակ ունենալ Միացյալ Նահանգների պես դաշնակից բայց քո հարաբերությունները հիմնված լեգիտիմության վրա այսինքն գիծ սահման որտեղ որ այստեղ բոլորը աշխարհում ճանաչում են որ քոնն է եւ եթե որևէ մեկը չի ճանաչում ապա ինքը փաստացի դեմ է ամբողջ աշխարհի դուրս գալի այլ ոչ թե խոսքին ինչ որ մի մասը աշխարհի այսպես է կարծում մի մասը այնպես հասկանում եք եւ դա շատ կարեւոր է բայց մեր զինված ուժերը նաեւ պետք է լինեն մարտական բարձր հնարավորություններով եւ Հայաստանի ներսում պետք է լինենք մի Բրունսկի պես նրա համար որ կարողանանք այսպիսի խնդիրներ լուծել բացի դրանից ես հավատում եմ որ կարեւոր է Հայաստանի համար ունենալ ազգ բանակ
այսինքն մարտական հնարավորություն պետք է փաստացի ունենալ լայնածավալ մասը հայկական հանրության, հայ ազգի և Հայաստանի քաղաքացիների, և իմ պատկերացումով դա միակ հնարավորություն է բալանսավորել ռազմական իրավիճակը Ադրբեջանի հետ, նույնիսկ ավելի չխորանամ, այն իրավիճակում, երբ ունենք տարբեր ուրեմն բնակչության ծավալներ, քանակ, աճ, դինամիկա և այլն։ Ուստի հաշվի առնելով այդ ամենը, մենք պետք է դասեր քաղենք նաև։ Եվ քրդերի հարցերին շարունակելու ենք այդտեղ իհարկե ուշադրություն դարձնել, դա մեր ուշադրության ամբողջ շղթայի մեկ մասն է, որովհետև ինչպես դուք տեսնում եք, մենք ձեր հետ միասին հիմա ամբողջ, կարելի է ասել, Մերձավոր Արևելքը, բայց ոչ միայն, աշխարհում տեղի ունեցող բոլոր իրադարձությունների վրա մենք ուշադրություն ենք դարձնում և այսպիսի, կարելի է ասել, հետազոտական, գիտական, հետախուզային ուղղությունով, հետախուզական, ինչ որ կարելի է ասել ուղղությունով, այո, այսպիսի ձեր հետ հարթակ ենք ձևավորել, որը շարունակում է աճել, և ես շնորհակալ եմ ձեր բոլոր աջակցության համար, որովհետև դա է տալի հնարավորություն, որ մեր այս ալիքը և հարթակը շարունակի աճել, այսինքն ձեր շնորհիվ է, որ մեր այս կարևոր գործը գնում է առաջ։ Շնորհակալություն, հարգելի հայրենակիցներ, կհանդիպենք, ցտեսություն։